Ըստ ձեզ ինչու է ազգային ժողովի վարկանիշը ցածր։ Դրանք ինչ քաղաքական հարցեր են, չգիտեմ, իսկ երևի թե ժողովուրդը ոչ մեկ չի վստահում բարձր կառավարությանը դրա համար։ Տեսեք, որ ազգային ժողովում վերջերս կռիվ եղավ, գուցե դրանք են պատճառը նաև։ Չէ, սա աշխարհաքաղաքական լրիվ է սա բաներ են, խաղերն են ու համենայն դեպս բարձր կառույցների հիմա ոչ մեկ չի վստահում։ Արցախ ունենք ու չունենք։ Իսկ իրանց մեջ իրար մեջ երևի ինչ-որ, չգիտեմ, առևտուր, դրանք այնպես բաներ են, որ մեր սովորական մարդկանց չգիտեմ, հասանելի չի ինֆորմացիան, բայց բոլորն էլ գիտակցում են ինչ է կատարվում։ Ով չգիտի ինչ է կատարվում։ Ինչ ասեմ։ Չեմ կարող ասեմ ինչա ցածր։ Իրանք են որոշում, իրանք են անում, իրանք որոշումները կատարում։ Գուցե այնտեղ տեղի ունեցող չեն լսում, հա։ Գուցե այնտեղ տեղի ունեցող կռիվներն են տեսել, գիտեք։ Չէ։ Կարող է, չեմ կարող։ Ռազմագլասիա какие-то։ Իրար չեն հասկանում։ Ես ոնչ ուզում եմ ոչ մեկի անունը լսել, ոչ էլ գնահատական տալ։ Չեմ անել։ Ես չեմ խառնվում։ Ես չգիտեմ։ Օրինակ ինչ պատճառով կարող է իջնել ազգային ժողովի վարկանիշը։ Դեռ հարանցել է անկած է։ Հիմա իկվանից հետո պետք է ինգնի, շատ վաղուց անկած է։ Իրանք իմանան։ Որովհետև ինքը չի, այն չի ներկայացնում, ինչի անունը կրում է։ Հասկանում եք, դա ամենակարևորն է, առաջինը դրա մասին պետք է մտածել։ Որովհետև դասախ թափթփուկների հավաքածուներ են, ինչով պետք է լինի։ Որովհետև ճիշտ օրենքներով նրանք չեն շարունակել, ինչ որ գրված է մեր Հայաստանի Հանրապետության Կոնստիտուցիայի մեջ, չեն շարժվում։ Իրենք իրենց մտքերով, իրենք մտածելակերպով են, իրենք իրենց գործերը առաջ տանում, չգիտեմ ինչ անում։ Այնտեղ պարլամենտում չկա մարդիկ։ Մի քանիսը կարելի է որպես քաղաքական գործիչ Օրինակում։ Դե մեր հաներին, որոնք իրանց ինչքան որ իրանց ցածրացնում են, ինչքան որ իրանց այն չգիտեմ ինչեր են անում, գոնե գիտակից խելացի մարդիկ էին, գոնե այն ինչ որ անում են ի օգուտ ժողովրդի։ Ոչ ամեն ինչ հիմա անում են ի վնաս ժողովրդի։ Ուղղակի մեր հասարակ ժողովուրդն է, մեր հասարակ ժողովուրդը շատ ծանր անելարելի վիճակի մեջ է, որ չգիտե, թե որ քայլ է կատարել, որ ճիշտ լինի։ Իսկ կռիվները տեսել եք վերջի ազգային ժողովի։ Շատ։ Էդի որ 18 թվից էսկոմ էդի նորություն չէ։ Անընդհատ է կա։ Անընդհատ իրանք տգետ մտքերով, տգետ խոսքերով, տգետ արտահայտություններով ուզում են խելացիներն դասել իրենց դասին, մտցնել իրենց շարքերը, դա խելացի մարդը կյանքում չի կարա անխելքի հետ քայլ կատարել, դա բնական երևույթ է։ Փաշինյանը ասում է բոլորիդ կտանեմ, կլցնեմ ԱԱԾ-ի պատվալները։ Ոչինչ, շուտով հերթը Իրանն է, Իրան պետք է մտցնեն այդ պատվալը, Իրան, որ ես մեր ժողովրդի, մեր ազգին այսօրը չքսեր, որ մեր եռապլուրը այդքան լիքը չլսներ, իրա հերթն է, այն որ դիմացին մարդը ինչը ցանկանում է, բումերանգ է պետք է դառնա դեպի Իրան։ Կներեք ինձ չեն հետաքրքրում ոչ մեկը։ Ազգային ժողովում։ Այո։ Որտեղ երկու կողմերը իրար չեն փոխում, էլի։ Սազական չեն, էլի։ Իրար վիրավորում է բանը, մեր պետության սազական չեն դրյակ։